Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր 2025 թվականի ապրիլի 10-ն է, 23:46 րոպե Երևանում և Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե այսպես ավանդույթ է դառնում ուշ երեկոյան ուղիղ եթեր մտնելը իմ կողմից և դա ավելի շատ կապված է աշխատանքային ծանրաբեռնվածության հետ, քան այլ գործոնների, բայց այս եթերը բնականաբար ես կներբեռնեմ և կտեղադրեմ նաև մյուս հարթակներում, որպեսզի այն հարթակների իմ հայրենակիցները, լսարանը ևս կարողանան լսել, ինչի մասին մենք ձեզ հետ հիմա խոսենք, մի քանի թեմաներ կա և կքննարկենք։ Այսպիսով սիրելի հայրենակիցներ, ինչպես ես նշել էի ավելի վաղ քիչ առաջ նշած այդ անոնսում, մենք կարճ կխոսենք, շատ երկար չի տևի, որովհետև ուշ երեկոյան ժամ է, կխոսենք 4 հիմնական թեմաների մասին՝ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը և պատերազմի սպառնալիքը, այս օրերին ապրիլի 9-ին և 10-ին հայ իրանական զորավարժությունը, որը պատմության մեջ բացառիկ կարևոր նշանակություն ունի, երրորդը ներքաղաքական հարցեր և չորրորդը, որը մեր ժողովուրդը պարբերաբար ասում է, միավորվելու հնարավորությունը, այսինքն ընդդիմության միավորվելու մասին է խոսքը։ Սկսենք մեր հայրենակիցներին ամենաշատ վախեցնող մտահոգող թեմայից, այսինքն Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքները, ագրեսիայի վտանգները։ Այո, սիրելի հայրենակիցներ, պիտի ասեմ, որ այդ վտանգը շատ մեծ է, ինչպես նախորդ օրերին եմ ասել, հիմա էլ եմ ասում, վտանգը շատ մեծ է։ Ադրբեջանը պարբերաբար ռազմական արտադրանք ձեռք է բերում հիմնականում Իտալիայից և Իսրայելից, ինչքան էլ ձեզ համար զարմանալի կլինի, ինչպես 2020 թվականին, այնպես էլ 2022 թվականին, 21-ին, հիմա Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարներից մեկը Իտալիան է։ Բայց դե իհարկե քաղաքական առումով ձեռնտու չի, որ մեր քաղաքական գործիչները խոսեն Իտալիայի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի զինամթերքի մասին, դրա համար Իտալիան բարի, պուպուշ ինչ-որ մի երկիր է։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը մեծ քանակի զենք այո ձեռք է բերում տարբեր տեղերից, իսկ զենքը դուք գիտեք, որ եթե կա, ինչպես հայտնի ասույթում է, պատից կախված հրացանը պիտի կրակի։ Բայց ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ չնայած բոլոր այն այսպես աղմուկին, տարածած այսպես խուճապային ինչ-որ տրամադրություններին, թե զորքի կուտակում կա, առաջնագծում թշնամու կողմից զորքի լայնամասշտաբ կուտակումներ չկան։ Որոշակի մի քանի հազար մարդ կուտակված է Քարվաճառում, որը դեռևս լայնամասշտաբ պատերազմի հիմք չէ։ Վերջերս օրեր առաջ Ադրբեջանը փոքրիկ զորավարժություն էր անցկացրել Տավուշի մարզի առաջնագծին մոտ, հիմնականում Ղազախի շրջանում, որը մեր հյուսիսային Արցախի Գարդմանի շրջանի Կողթ և Գետաբեկ շրջաններին է համապատասխանում այդ տարածքը։ Այսինքն Տավուշի մարզի Բերդի և Իջևանի շրջանների հարակից հատվածներում էր և մի փոքրիկ զորավարժություն են արել և հետ են քաշվել։ Մնացած հատվածներում, լինի դա Մեղրիի հարակից հատվածներում, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Վարդենիսի և այլն, սիրելի հայրենակիցներ, թշնամու լայնամասշտաբ այսպես զորքերի կուտակում այս պահի դրությամբ չկա։ Բայց դա չի նշանակում, որ պիտի ձեռքերներս լվանանք և ասենք դե լավ, որ չկա, ուրեմն գնացինք տներով, գնում ենք քեֆ անենք և այլն։ Չէ, այդպես չի, սիրելի հայրենակիցներ, թշնամին ամեն վայրկյան կարող է 1-2 օրվա ընթացքում արագ կուտակումներ անել և անցնել հարձակման, եթե այդպիսի քաղաքական որոշում կայացվի։ Իսկ լայնամասշտաբ հարձակման քաղաքական որոշում կայացվում է այն ժամանակ, երբ դա ստանում է աշխարհի խոշոր պետությունների կոնսենսուսը, ընդհանուր համաձայնություն, այսինքն դրա մեջ պետք է մտնեն Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, ինչ-որ տեղ նաև Ռուսաստան և այլն և այլն։ Համոզված եղեք, այս պահի դրությամբ դեռևս չկա այսպես խոշոր խաղացողների այդ համաձայնությունը, դա էլ ավելի շատ կապված է նրա հետ, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի աշխարհի խոշոր պետությունների համար,
ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ Հայաստանը որպես պետություն իր ունեցած հանքահումքային ռեսուրսներով եւ այլն։ Սա այդ առումով կարող եք հարցնել իհարկե, բայց այդ դեպքում ինչու է այդպես պարբերաբար առաջնագծին մոտ հատվածներում կրակում, վախեցնում էր հայրենակիցներին։ Ադրբեջանը անընդհատ լարվածություն է փորձում պահել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ինքը ունենա իր, այսպես ասենք, շարժառիթը, հա, արդարացումը, որ տեսեք հայերը այսպես, այսինքն լարվածությունը ընդհանուր պահելու, կրկնում եմ, դա այո, կարող է մեծ պատերազմի հիմք լինել կամ առիթ լինել, բայց շարունակում եմ ասել, պատերազմի, լայնածավալ պատերազմի այս պահին, շեշտում եմ, այս պահին անձամբ ես տեղյակ լինելով առաջնագծում եւ առաջնագծի մոտակա դիրքերում զարգացումներից այս պահին լայնածավալ պատերազմի հիմք գոնե առաջիկա մի քանի օրվա առումով չեմ տեսնում, որովհետեւ կրկնում եմ, դրա համար պիտի լինի մի քանի կարևոր գործոն, պիտի լինի թշնամու կողմից զորքերի բացազատում, զինտեխնիկայի բացազատում, այսինքն զինտեխնիկան պետք է համապատասխան վայրերում տեղակայված լինի, զորքը պիտի իր համապատասխան վայրերում տեղակայված լինի, որը չկա, այսինքն հարձակողական դիրք որպես այդպեսին թշնամու կողմից այս պահին չկա, գուցե վաղը կամ մյուս օրը լինի, բայց այս պահին լայնամասշտաբ զորքերի տեղակայումներ, կուտակումներ եւ բացազատումներ չկան։ Հիմա անցնենք հաջորդ հարցին, հայ-իրանական զորավարժություն։ Սա շատ լավ նորություն է եւ պիտի ասեմ, որ սա սպասված նորություն է, որովհետեւ արդեն ավելի քան 3 տարի մենք այս ուղղությամբ անընդհատ մենք նկատի չունեմ ես միայն ինձ, այլ այն գործիչները, քաղաքական, հանրային, ազգային այն գործիչները, ովքեր զբաղվում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական, հանրային, ռազմական հարցերով, պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը, անձամբ ես 2022 թվականի դեկտեմբերին Իրանում նաև պաշտոնյաների այդ հանդիպումների ժամանակ այս թեման բարձրացրել եմ, խոսել ենք, քննարկել ենք եւ իրանական կողմը այն ժամանակ էլ հիմա էլ միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ կազմակերպել համատեղ զորավարժություններ։ Ավելին ասեմ, 2020 թվականին պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւս Իրանը պատրաստ էր եւ պիտի ձեզ մի փակագիծ բացեմ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, երբ Ադրբեջանը մտավ, վերցրեց կամ նվիրվեց ջրականը, իրանական այդ նույն հեղափոխության պահապանների կորպուսը մի գիշերվա ընթացքում անցավ Արաքս գետը, մոտավորապես 250 ադրբեջանցի թուրք զինվորականների ոչնչացրեց ջրականից դեպի հարավ ընկած մի տարածքում եւ Մայիս Բարխուդարովը, որը ղեկավարում էր ադրբեջանցի գեներալ, ղեկավարում էր ադրբեջանական զորքի հարավային թևը, ստիպված եղավ նահանջել դեպի Ելման դիրքեր։ Դրանից հետո հայկական զինված ուժերը կարող էին անցնել հակահարձակման եւ ադրբեջանցիներին հասնել արդեն մինչեւ Հորադիս հասցնել, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունները նպատակահարմար համարեցին կանգ առնել եւ դուք լավ գիտեք նաեւ հայտնի Կոմիտաս Մուրադյանի մասին, ով հարավային ստորաբաժանումների հրամանատարն էր եւ նստելով ըստ այսպես տեղեկությունների հրապարակված եւ նաեւ ըստ զինվորականների լինելով հրամանատար Նիկոլ Փաշինյանի սիրելի հրամանատարներից մեկը, նստելով շտաբ օգնության մեքենան ուղղակի փախավ եւ մենակ թողեց մեր զինվորականներին։ Եվ պատահական չէր, որ հենց նրան էին նշանակել հարավային թևի ստորաբաժանումների հրամանատար։ Բայց վերադառնանք հայ-իրանական զորավարժություններին։ Այս զորավարժությունները անչափ կարևոր նշանակություն ունեն, որովհետև իրանական կողմը արդեն հստակ հայտարարել է, որ արդեն նաև ռազմական առումով, որ ինքը այս զորավարժություններով ցույց է տալիս, որ հայ-իրանական սահմանի եւ սահմանի մոտակա հատվածներում որևէ տեսակի ահաբեկչական հարձակումը արժանանալու է երկու երկրների համատեղ պատասխանին։ Սա շատ հստակ ուղերձ է Ադրբեջանին եւ Թուրքիային, որ հանկարծ չփորձեն որևէ կերպ Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների վրա ձեռք բարձրացնել։
Ես իհարկե ուրախ եմ դրանից, բայց դրա հետ միաժամանակ ձեզ պիտի կոչ անեմ, որ սիրելի հայրենակիցներ, հիշեք, որ ոչ թե Իրանն է մեր սահմանը, մեր հայրենիքը, մեր առաջնագիծը պահում, այլ Հայաստանի զինվորը, հայ զինվորականը, որի կամքի մարտունակության վրա մենք չպիտի կասկածենք։ Իդեպ երեք զովք խանութների ցանցում այսպես կանգնած իմ հերթին եմ սպասում, որ պիտի վճարում կատարեմ, ուրեմն նկատեցի, որ աջ կողմս կանգնած է զինվորական, ձախ կողմս կանգնած է ոստիկան, համազգեստով մարդիկ երկու։ Ես իհարկե ճանաչում եմ արժանավոր ոստիկանների, բայց ցավոք սրտի չեմ կարող ես ոստիկանների մասին լավ բան խոսել, որովհետև լավ ոստիկանները հեռացել են աշխատանքից եւ դարձել են զինվորականներ։ Իսկ նրանք, ովքեր գերադասել են փող ստանալ եւ պահել Նիկոլ Փաշինյանին իշխանությունում, մնացել են ոստիկան։ Եվ հետեւաբար այն մարդիկ այսօր կարող են մի ձեռքի մատների վրա հաշվել այն ոստիկաններին, ովքեր մնացել են ոստիկանական համակարգում, բայց մնացել են մարդ։ Շատ քիչ են։ Մնացածը ուղղակի զբաղված են փող աշխատելով եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պահելով։ Եվ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ այդ ԿՊ-ական ոհմակով իշխանության ղեկին է, դա բացառապես առաջին հերթին ոստիկանության շնորհիվ է։ Իմացեք, որ յուրաքանչյուր ոստիկան պատասխանատու է այս երկրի այս վիճակի համար։ Եվ գիտեք ինչու այդ պահը հիշեցի, որ նայում էի աջ կողմ զինվորականին համեստ, պարկեշտ մարդ, ով առաջնագիծ է պահում եւ հավանաբար պայմանագրային ծառայող էր եւ իր կյանքն է վտանգի ենթարկում, բայց համեստ մարդ էր, պարկեշտ մարդ էր։ Նայում եմ ձախ ոստիկանական համազգեստով ինքնասիրահարված մեկը, ով այսպես չգիտեմ, երբեք իր կյանքը ոչինչ բանի համար վտանգի չի ենթարկում, հակառակը մարդկանց կյանքն է վտանգի ենթարկում, այնպես էր իրեն պահում, կարծես ասենք, չգիտեմ, աշխարհը խալի է ոտի տակ, հարգանքի ոչ արժանի։ Ասածս այն է, որ սիրելի հայրենակիցներ, հարգենք, սիրենք մեր զինվորականներին եւ չկասկածենք նրանց մարտունակության վրա։ Բայց հայ-իրանական զորավարժությունները մեկ այլ առումով էլ շատ կարևոր են, որ հենց հիմա, բացի նրանից, որ հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին են դրանք իրական տեղի ունենում, այլև Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին եւ սրանով Իրանը փորձում է նաեւ Իրանը, Ռուսաստանը Հայաստանին փաստացի ներքաշեցին մի վիճակի մեջ, որ Հայաստանի իշխանությունները կարծում եմ առանց հասկանալու են դա արել, որովհետեւ այն ժամանակ, երբ որ պիտի հասկանալով օրինակ 2020, 21, 22, 23 թվականներին անեին այդ զորավարժությունները չէին անում։ Վերին հասցրին հիմա, երբ որ Իրան-ԱՄՆ պատերազմից 5 է պակաս, հանկարծ որոշեցին ընդառաջ գնալ։ Էլի վատ չի, ես գոհ եմ դրանից, բայց հիմա դա իհարկե զգալիորեն կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա եւ չեմ կասկածում, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ այլն դա կասեն, որ տեսեք, հայերը Իրանի հետ ինչ որ բաներ են անում, բայց ոչինչ։ Բոլոր դեպքերում այս զորավարժությունները ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական շատ կարևոր նշանակություն ունեն եւ հստակ ուղերձ են Հայաստանի եւ Իրանի թշնամիներին, տվյալ դեպքում Ադրբեջանին, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, որ խելոք մնացեք, էլի, այլ կերպ ասած։ Չգիտեմ ինչպես կլինի, բայց ես ավելի շատ կարծում եմ, որ ԱՄՆ-Իրան պատերազմ տեղի չի ունենա, որովհետև այդպիսի դեպքեր էլի են եղել, որ լարվածությունը հասել է գագաթնակետին, բայց պատերազմ չի եղել։ Հույս ունեմ, որ տեղի չի ունենա, ամեն դեպքում իմ կարծիքը այնպիսին է, որ կհասցնեն լարվածության գագաթնակետին, հետո կնստեն, կբանակցեն, կբարիշեն եւ փաստաթուղթ կստորագրեն։ Գանք ներքաղաքական հարցերին, շատերն են վերջին օրերին ինձ էլի պարբերաբար հարցնում, թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում եւ կապված Արցախցի մեր հայրենակիցների այս բողոքի ցույցերի հետ, որին ես սկզբունքորեն դեռևս լռում եմ, դրա վերաբերյալ ոչինչ չեմ խոսում, թեպետ պետք է հանուն անկեղծության ասեմ, որ շատ մտահոգված եմ, որ այս փուլում Նիկոլը եւ իր թիմակիցները կարող են ատելության այնպիսի դոզա գեներացնել, այնպիսի մեծ ատելություն տարածել արցախցիների նկատմամբ, որ
դա կարող է, ասենք, վերածվել ոստիկանական հարձակումների, ինչը ես չեմ ցանկանա։ Բայց նաև պիտի մեր արցախցի հայրենակիցներին, քույրերին, եղբայրներին մի բան ասեմ, էլի, մի 10-15-20 հոգի, երբ որ հիմար բաներ է տարածում ձեր մասին Facebook-ում եւ այլն, պետք չի որ դուք էլ ձեր հերթին բռնեք, տարածեք, ասեք, տեսեք ինչ է ասում մեր մասին։ Գլուխը պատին է տալիս, ասում է, շանտեղ մի դրեք, ասենք, ինչ որ մի շուն որ տեսնում եք հաչում է, չեք ասում, չէ, վայ, տեսեք շունը ինձ վրա հաչած։ Համարեք, որ շունը հաչում է եւ ուշադրություն մի դարձրեք, այլապես դուք իրենց տարածում եք։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ առաջիկայում Հայաստանում արտահերթ ընտրություններ կամ փողոցով իշխանություն փոխելու հնարավորություն չի լինելու։ Իմ կարծիքով մենք գոնե մոտ ապագայում առաջիկա ամիսներին իշխանություն փոխելու որևէ ռեալ հնարավորություն չունենք։ Նիկոլ Փաշինյանը շնորհիվ ոստիկանության կուռ համակարգի, շնորհիվ ազգային անվտանգության ծառայության, շնորհիվ որոշակի թիմ տեղական ինքնակառավարման մարմինների ամուր նստած է իշխանության ղեկին եւ ոչ ընտրական ճանապարհներով մեզ գոնե առաջիկա ամիսներին չի հաջողվելու իշխանություն փոխել։ Բայց պիտի ասեմ, որ հիմա երևի թե Նիկոլ Փաշինյանի այսպես պայմանական հրաժարական տալը եւ նոր ընտրություն նշանակելը շատ մեծ վնաս կտա մեզ ընդդիմությանը, որովհետեւ հանուն արդարության պիտի ասեմ, որ այսօր գոյություն ունեցող երևացող ընդդիմությունը ամենևին էլ պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, որին Նիկոլ Փաշինյանը եւս կմասնակցի բնականաբար, որովհետեւ չեն կարողանում ամենահասարակ հարցերի շուրջ մի գաղափարի գալ, օրինակ ծրագիր, ինչ ծրագիր են առաջարկում ժողովրդին։ Էլ չասեմ այն, որ Քոչարյանականներ, Սերժ Սարգսյանականներ, չգիտեմ ինչ, այսպես որոշակի պայքար կա, դա շատ վատ է, բայց մյուս կողմից ֆիլտրում, մաքրում է դաշտը եւ մտածում եմ գուցե նաեւ դա հատուկ է արվում, որպեսզի հանրության որոշակի հատված ինքը հասկանա, ինքը Քոչարյանական է, թե Սերժ Սարգսյանական է, թե ոչ մի բանական է, այլ քաղաքական ուժի է հարում։ Եվ այս առումով ես որևէ այդպես մեծ խնդիր չեմ տեսնում, թող քաղաքական գործընթաց է, իրար մասին ասեն այն, ինչ ուզում են ասել։ Ես Սերժ Սարգսյանի մասին վաղուց եմ իմ կարծիքը ասել, ՀՀԿ-ի մասին, նույնն էլ Ռոբերտ Քոչարյանի մասին եմ ասել եւ հետեւաբար չգիտեմ, չեմ կարող ասել, որ այսպես կամ այնպես։ Եթե շատ եք ուզում, կարող եմ հստակ ասել, որ Սերժ Սարգսյանը իր մեղքի հսկայական բաժինն ունի Նիկոլ Փաշինյանի գալու առումով եւ ՀՀԿ-ն էլ իր հերթին մի ամբողջական կառույց չի։ ՀՀԿ-ի մեջ կան եւ շատ արժանավոր հայրենասեր մարդիկ եւ նաեւ հիմարներ կան։ Այնպես որ օրինակ ՀՀԿ-ի պահվածքը չպետք է օրինակ մտածել, որ բոլոր հանրապետականներն են այդպես։ Ես օրինակ շատ հարգում եմ Մարգարիտ Եսայանին, հարգում եմ Շարմազանովին, հարգում եմ Արտակին, մոռացա ազգանունը, Մուշեղ Լալայանին եմ շատ հարգում, բայց նաև կան հանրապետականների մեջ մարդիկ, որոնք հարգանքի արժանի չեն։ Սա շատ սովորական երևույթ է, բայց Սերժ Սարգսյանին համարում եմ Նիկոլ Փաշինյանի գալու գլխավոր մեղավորը, եթե ոչ մեղավորներից մեկը կամ մեղավորը։ Այնուամենայնիվ ես փորձում եմ չմտնել այս գործընթացների մեջ, այս փոխադարձ մեղադրանքների եւ այլն, որովհետեւ կարծում եմ, որ դա այս երկու քաղաքական ուժերի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերին է, ես ոչ նրա մեջ եմ, ոչ նրա մեջ եմ եւ բնականաբար չեմ կարող որևէ փորձել որևէ մեկի կողմը պահել։ Ես ունեմ իմ կարծիքը եւ այդ կարծիքը հստակ է։ Բայց սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, որ հիմա շատ կարևոր ժամանակ է, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր հստակեցնեն իրենց դիրքորոշումները քաղաքական ծրագրերի, քաղաքական տեսությունների առումով եւ կարողանան դրանցով հայտ ներկայացնել առաջիկա հուսով եմ հերթական ընտրություններում։ Եվ 1 տարին բավական է, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ճիշտ աշխատել։ Այս առումով, սիրելի հայրենակիցներ, բավական լավ օրինակ է, դասական օրինակ է Փարաքարի ընտրություններում մեր տարած փայլուն հաղթանակը։
Ինչու, որովհետև ուրեմն տեսեք, միասնություն դաշինք ստեղծվեց ապրելու երկիր եւ հաղթանակ կուսակցությունների միջև եւ միասնական տեխնացուն Վալոդիա Գրիգորյանն էր։ Վալոդիա Գրիգորյանը մի կերպար է, ով երբեք ներքաշված չի եղել որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, որևէ հանցավոր միջավայրում, իր միջավայրում հարգված, սիրված մարդ է, սովորական մարդ է եւ այսինքն ոչ դավաճան է, ոչ կոռումպացված, ոչ թալանչի, ոչ այս, ոչ այն, մարդ, որը բայց միաժամանակ իր միջավայրում, իր ծանոթների շրջանակում մարդկանց մեջ սիրված է։ Սրա հետ միաժամանակ ճիշտ քարոզչական աշխատանք կազմակերպվեց եւ հնարավոր եղավ մարդկանց հետ ուղիղ աշխատել, ծրագրերով աշխատել, հստակ ծրագիր ներկայացնել Փարաքար համայնքի 9 գյուղերի բնակիչներին եւ փաստացի տեսակ, որ 58%-ով մասնակիցների 58%-ը միանշանակ մերժեց ԿՊ-ին եւ ընտրեց Վալոդիա Գրիգորյանին։ Ասենք բնակավայրեր կային, օրինակ ինչպես իմ բնակավայրը, որտեղ ես ապրում եմ, Նորակերտ գյուղում գրեթե 77%-ը Վալոդիա Գրիգորյանին ընտրեց ընդդիմությանը։ Կամ օրինակ Այգեկը, Մերձավանը, Մուսալերը, սրանք բոլորը միանշանակ այս բնակավայրերը, Պտղունքը, Արևաշատը, այս բնակավայրերը բոլորը միանշանակ ընտրեցին Վալոդիա Գրիգորյանին, որովհետև տեսել էին այդ մարդու այսպես ապրած կյանքը, ինչպես ընդունված է ասել, եւ միաժամանակ տեսել էին, թե ինչպիսի ծրագիր է ներկայացվում եւ ինչպիսի աջակիցներ ունի։ Միայն Փարաքար եւ Թայրով գյուղերը հիմնականում ընտրեցին ԿՊ-ի տեխնացուին, բայց դա էլ միանշանակ չի, որովհետեւ գիտեք, մեր ժողովուրդը հիմնականում նայում է ծանոթ վստահելի այսպես մարդկանց, իսկ մյուս 3 ԿՊ-ական տեխնացուները Փարաքար գյուղից էին եւ բնականաբար փորձ արվեց այստեղ օգտագործել խնամի ծանոթ բարեկամ երևույթը։ Բայց սիրելի հայրենակիցներ, ընդդիմության այն հատվածը, որը համապետական ընտրությունների պիտի մասնակցի, պիտի ի վերջո հասկանա, որ իրեն անհրաժեշտ է ծրագիր։ Ես իմ գործընկերների հետ տևական ժամանակ է, մենք արդեն 2 տարի մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր, որը այսօր ես ուզում եմ, իհարկե խոսել եմ այդ մասին, բայց այսօր ուզում եմ այսպես ներկայացնել, ահա սա է, որը կոչվում է արմատական փոփոխությունների ծրագիր, այս մասին ես խոսել եմ, եւ սա շատ կարևոր երևույթ է, որը մշակվել է երկարատև քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում եւ այս ծրագրի հիմքում դրված են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացած տարբեր տարիների ընթացքում կառավարությունից տարբեր հարցումներով դուք էլ կարող եք իդեպ դրա համար ինչ որ մեծ խելք ու կապեր պետք չեն, սովորական պաշտոնական հարցումների միջոցով կարող եք կառավարությունից ստացած տարբեր պաշտոնական տեղեկությունների, տարբեր վիճակագրությունների հիման վրա բյուջեի հետ կապված, բյուջետային տարբեր ծրագրերի հետ կապված կամ ընդհանրապես ինֆորմացիա որպես այդպիսին, որովհետև դուք լավ գիտեք, որ հաղթում է նա, ով ավելի շատ ինֆորմացիայի կրող է։ Եվ սիրելի հայրենակիցներ, ահա այստեղ նաև ավելի քան 18-19 էջանոց ծրագիր է, եւ այս ծրագրում կա անդրադարձ ամեն ինչի, մասնավորապես արտաքին քաղաքականություն, կա ինչպես Ադրբեջանի հետ կապված, այնպես էլ մեր մյուս հարևանների հետ կապված, սա արտաքին քաղաքականության առումով։ Կա հատուկ օրինակ բաժին դաշնակիցների հետ կապված, ռազմավարական գործընկերների, թշնամիների, արևմուտք թե ռուսական ուղղություն, Արցախի հետ կապված, Նախիջևանի հետ կապված, Հյուսիսային Արցախի հետ կապված, Արևմտյան Հայաստան եւ ցեղասպանության ճանաչում, Հայաստանի պետության բարձրագույն արժեքը, անվտանգություն, բանակ, օրինակ բանակի հետ կապված շատ հստակ հաշվարկներ կան եւ այդ հաշվարկներով, այսինքն ունեցած հստակ շոշափելի տեղեկություններ եւ դրանց վրա մասնագիտական հաշվարկներ, որ օրինակ մի երկու կետ կարդամ այդ ծրագրից, օրինակ ռազմական հնարավոր բախումների ժամանակ պետք է կիրառել
քիչ զոհ տալու տեխնոլոգիան, այսինքն գիտեք, երբ որ սա շատ կարճ մեկ նախադասություն է, բայց սա պարունակում է մի կարևոր ինֆորմացիա։ Օրինակ, երբ որ ռուսական բանակին ես հետևում, ռուսական բանակի տեխնոլոգիաներին, նրանք զոհ տալու վրա խնդիր չեն դնում, որովհետև նրանք համարում են, որ ինչ մի խնդիր է, կարող են շատ զոհ տալ, բայց արդյունք ստանալ։ Մենք փոքր պետություն ենք եւ ռազմական գործողությունների ժամանակ մենք քիչ ժողովուրդ լինելով իրավունք չունենք շատ զոհի մասին մտածել։ Մեկ զինվորի կյանքը մեր երկրի համար պիտի լինի անչափ կարևոր։ Հետևաբար պատերազմի ժամանակ հնարավոր զոհերի մասին պետք է մտածել եւ թույլ չտալ շատ զոհեր։ Օրինակ աշխատավարձի առումով զինվորականներին մեր հաշվարկով առնվազն 500,000-ից մինչև 1 միլիոն դրամ ամսական աշխատավարձ հնարավոր է տալ եւ դա շատ մանրամասնորեն բացատրված է թե ինչի հաշվին, ինչպես եւ ինչու։ Ունենք առանձին մշակված ժողովրդագրություն եւ ծնելիություն։ Օրինակ Հայաստանում բազմազավակության խթանում։ Տեսեք, Հայաստանում կա 3 երեխա ունեցող 59,000 ընտանիք։ Մեր հաշվարկով Հայաստանի այսօրվա 2025 թվականի բյուջեով հնարավոր է 3 երեխա ունեցող 59,000 ընտանիքներին տրամադրել ամսական 100,000 դրամ նպաստ։ Այսինքն, եթե մեկը ունի 3 երեխա, ինքը կարող է ստանալ այս ծրագրով, արմատական փոփոխությունների ծրագրով կարող է ստանալ ամսական 100,000 դրամ նպաստ։ 4 երեխա եւ 4-ից 6 երեխա, այսինքն 4 եւ 5 երեխա ունեցող ընտանիք Հայաստանում կա 13,000 այդպիսի ընտանիք, նրանք պետք է ստանան ամսական 200,000 դրամ նպաստ եւ անհատույց բնակարան 100 քառակուսի մետր տարածքով։ Այս հնարավորությունը եւս ունի Հայաստանի Հանրապետությունը այսօրվա 2025 թվականի բյուջեով։ Բայց ինչ են անում, Հայաստանի Հանրապետության բյուջեն օգտագործվում է վարքեվավճարներ բաժանելու եւ ինչ որ գումարներ անհետանալու վրա։ Հայաստանում 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին նախատեսվում է տրամադրել ամսական 300,000 դրամ եւ անհատույց տուն 150 քառակուսի մետր տարածքով։ Սա այսինքն ինչ է նշանակում անհատույց տուն։ Այսինքն պետությունը ինքն է կառուցում բնակարաններ եւ այդ բնակարանները ըստ ընտանիքի անդամների թվի, նաեւ այստեղ եթե խոսում ենք ժողովրդագրության եւ բազմազավակության մասին, ապա օրինակ 6 երեխա ունեցող ընտանիքին տրամադրվում է բնակարան 150 քառակուսի մետր տարածքով։ Որևէ գումար ընտանիքը չի վճարում, բայց այդ բնակարանը 10 տարի շարունակ տվյալ ընտանիքը իրավունք չունի վաճառել կամ վարձով տալ, այլ պարտավոր է այնտեղ ապրել։ Դրան գումարած այլ բազմաթիվ բաներ կան այդ ծրագրում։ Ժողովրդագրության, ծնելիության առումով նաև տարեկան նախատեսվում է Հայաստանի ունեցած այսօրվա հնարավորություններով 1000 բնակարան կառուցել ամեն տարի եւ նաեւ Սփյուռքի հայերի վերադարձի խրախուսում Հայաստանում ներդրումների եւ քաղաքացիության հեշտացված սկզբունքներով։ Կա նաեւ սոցիալական, որի մասին կարող ենք առանձին խոսել, հայրենադարձության խթանում, Սփյուռքը հայկական աշխարհի մաս, կրթության թեման կա, ուսուցիչների հարցին առանձին կանդրադառնանք, թե ինչպես է այսօրվա Հայաստանի ունեցած բյուջեով հնարավոր ուսուցիչներին ամսական 300,000 դրամ մեկ հաստիկի աշխատավարձ տալ, մեկ դրույքի եւ այդ պայմաններում, երբ որ այսօրվա Հայաստանի կրթության բյուջեն, հենց այսօրվա բյուջեն ունի այդ հնարավորությունը, բայց իհարկե չի տրամադրում։ Ես չեմ խոսում տիեզերքից ինչ որ աստղեր իջեցնելու մասին, այլ այսօրվա Հայաստանի ունեցած ֆինանսական հնարավորությունների մասին։ Հոգևոր կրոն, գիտություն, նոր տեխնոլոգիաներ, տնտեսություն, գյուղատնտեսություն, այսօր օրինակ Հայաստանի վարելահողերի Հայաստանում կա 442,700 հեկտար վարելահող, որից ոռոգվում է ընդամենը 116,000 հեկտարը, բայց ունենք հնարավորություններ վարելահողերը դարձնել մշակովի եւ գյուղացուն ապահովել ոռոգման համակարգերով։ Եվ Հայաստանում այսօր կա 22 խոշոր ջրամբար, 1 միլիոն խորանարդ մետր եւ ավել ջրով,
բայց պետք է ավելացվեն ջրամբարները, դրա հնարավորությունը եւս կա, օրինակ Արաքս գետի վրա, ավելի մանրամասն հստակ գրված է, օրինակ նույն վարելահողերի քանակը ինչպես ավելացնել, ինչպես ստեղծել կոլեկտիվ գյուղատնտեսություն, երբ որ մարդիկ կարող են աշխատել իրենց հողերի վրա հստակ երաշխավորված ապրանքի երաշխավորված գնումներով։ Մարզեր, ճանապարհներ, ընտրական համակարգ, արդարադատություն, օրինակ արդարադատությունից առանձին կա դատավորների պատասխանատվություն կայացրած վճիռների համար։ Այսինքն, եթե դատավորը, օրինակ առաջին ատյանի դատավորը վճիռ է կայացնում եւ այդ վճիռը հետագայում բողոքարկվում է վերաքննիչում կամ հասնում է մինչև միջազգային դատարան, մի խոսքով վերադաս դատարանում այդ վճիռը բեկանվում է, ապա դատավորը պատասխանատվություն է կրում, հատկապես երբ որ գործը գնում հասնում է միջազգային դատարան եւ միջազգային դատարանում հաղթում է քաղաքացին, ապա բոլոր այն դատավորները, ովքեր կայացրել են սխալ վճիռներ եւ սխալ կողմնակալ արդարադատություն, ոչ թե պետությունը պիտի վճարի այդ քաղաքացուն, այլ դատավորները եւ միանշանակ հստակ պատասխանատվություն։ Նույն կերպ քննիչները, դատախազները, որոնք ապօրինի քրեական գործեր են հարուցում մարդկանց դեմ եւ հետագայում ապացուցվում է այդ մարդկանց անմեղությունը, ապա հենց պատասխանատվության պիտի ենթարկվեն այն քննիչները, որոնք առանց փաստական հիմքերի քրեական գործեր են հարուցում եւ մեղադրյալ են ճանաչում այդ մարդկանց։ Այսինքն դա նշանակում է, որ որևէ քննիչ չի կարող ուղղակի իր հավեսի համար քրեական գործ հարուցել մարդկանց դեմ եւ այլն։ Ես ուղղակի այսպես հպանցիկ եմ անդրադառնում, որպեսզի դուք պատկերացնեք։ Կոռուպցիայի դեմ պայքար կա, կոռուպցիան հավասարեցվում է պետական դավաճանության, ոստիկանության բարեփոխումներ, մասնավոր սեփականություն եւ պաշտպանություն, խոսքի ազատություն եւ լրատվամիջոցներ, շրջակա միջավայր, առողջապահություն եւ բուժ սպասարկում, զբոսաշրջություն, LGBT-ների դեմ պայքար, ինչ է դա, օրինակ մենք համարում ենք, որ այդ LGBT-ները կարող են իրենց կողմնորոշումն ունենալ, բայց միայն իրենց անձնական կյանքում եւ հանրային կյանքում դրանց քարոզչություն չպիտի լինի, իրենց տանը ում հետ ինչ ուզում են թող անեն, բայց իրենց տնից դուրս չպիտի լինի, իրենց տնից Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի երկու սեռ, տղամարդ եւ կին, մնացածը ամեն ինչը հանցանք է։ Աղանդների հետ կապված կա, խաղատների եւ օնլայն խաղերի հետ կապված։ Եվ սիրելի հայրենակիցներ, այս ծրագիրը, որ կոչվում է արմատական փոփոխությունների ծրագիր, առաջարկվում է Հայաստանի բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին, անհատներին, որ պետք է հենց այսպիսի ծրագրերի շուրջ միավորել։ Սա կազմակերպություն չի, սա կուսակցություն չի, ես ինքս որևէ կուսակցության անդամ չեմ, հայտ չեմ ներկայացնում որևէ կուսակցություն բացելու, ես առաջարկում եմ, որ եթե խոսում ենք ծրագրերի միավորվելու եւ այլնի մասին, ապա պետք է հստակ ունենալ այդ ծրագրերը, սա այդ հստակ ծրագրերից մեկն է, եկեք, նստենք, քննարկենք, դուք էլ դարձեք, եթե իրոք ազգային մտածողություն ունեք, դուք էլ դարձեք այդ ծրագրերի իրականացնողները, դուք էլ դարձեք երկրի ղեկավարները։ Ամենևին ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ծրագրի հիմնական, այսպես նախաձեռնողներից մեկը լինելով, ես ի սկզբանե հայտարարելու եմ, որ ինքնաբացարկ եմ հայտնելու Հայաստանում քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնելուց, չստացվի թե Սերժ Սարգսյանի օրինակն եմ կրկնում, ամենայն հարգանքով առաջին հերթին ինքս իմ նկատմամբ ինձ ավելի դուր է գալիս իմ մասնագիտական աշխատանքը, իմ հայրենիքին ծառայել է առաջնագծում, պոստերում, գյուղերում, իսկ գիտեք Երևանում աշխատասենյակում նստած մարդիկ շատ հաճախ կտրվում են հայրենիքից, իսկ ես չեմ կարող իմ հայրենիքից կտրվել եւ ինձ ավելի հաճելի կլինի որ ես շարունակեմ իմ ծառայությունը իմ հայրենիքին առաջնագիծ սահմանամերձ գյուղերում, բնակավայրերում, բայց կրկնում եմ, ահա սա ծրագիր է, այս պահին համառոտ ծրագիրը 20 էջանոց ծրագիր է, թող մեր սիրելի առաջիկայում եւ իհարկե այս ծրագրով մենք կոնկրետ բանակցություններ եւ քննարկումներ կկազմակերպենք կոնկրետ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների անհատների հետ Տեսնենք, թե ինչքանով են մարդիկ ազնիվ իրենց նպատակներում եւ ինչքանով են ուզում, որ իրականում Հայաստանում փոփոխություններ լինեն։
Չեմ ասում, թե իդեալական է, իդեալական ոչինչ չկա, բայց ամենայն դեպս ոչինչ չանելու համեմատ մեծ քայլ է։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, եւ ուզում եմ խոսքի վերջում մի ժողովրդական, այսպես պատմություն, որը Հովհաննես Թումանյանը նաեւ մշակել եւ հեքիաթ է սարքել։ Հիշում եք Անխելք մարդը հեքիաթը, երբ որ մարդը գնում է Աստծո մոտ, որպեսի իր համար բախտ ուզի, Աստված ասում է, այ որ գնաս, ճանապարհին կտեսնես մի ծառ, այդ ծառի տակ ոսկի կա, կասես, որ քանի դեռ այդ ոսկին այդ ծառի տակ է, ծառը կչորանա։ Հետո այդ աղջկան կտեսնես, որ աղջկան կասես, որ ինքը կամուսնանա եւ կերջանկանա։ Եվ ինչ է լինում, պարզ է, չէ՞։ Եվ այդ մարդուն էլ ասում է, դե դու էլ հաջողություն կունենաս։ Հիմա մարդը գնում է ծառը, ասում է, դե արի իմ արմատների ոսկին հանի, դու ինքդ հարստացի, կամ մյուս աղջիկը ասում է, արի ինձ հետ ամուսնացի եւ կերջանկանաս, բայց մարդն ասում է, չէ, Աստված ասել է, իմ բախտը ինձ է սպասում։ Ինչ եմ սա ասում։ Շատ հաճախ, երբ որ Հայաստանում մարդիկ խոսում են, ասում են, դե պետք է միավորվել, ծրագիր ունենալ, ասում ես, եղբայր ջան, ահա ծրագիրը։ Եկեք այս ծրագիրը քննարկենք, ասում են, չէ, պետք է միավորվել, ծրագիր ունենալ։ Ասում ես, ահա ծրագիրը։ Եկեք քննարկեք, ոչ ոք չի ասում, եկեք իմ շուրջը, եկեք, չգիտեմ, գնանք Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի շուրջը։ Այս ծրագիրը վերցրեք 5, 10, 15 ուժերով, անհատներով վերցրեք, նստենք, քննարկենք եւ դուք էլ առաջնորդեք ձեր նվիրումով, ասում են, լավ բան ես ասում, բայց պետք է ծրագիր։ Կամ շատ հաճախ, երբ որ խոսում ես, իրանք այս ծրագրին, օրինակ, արմատական փոփոխությունների ծրագրին ծանոթանում են, ասում են, հրաշալի բան է, Նիկոլից հետո այս ծրագրով հնարավոր է Հայաստանը ոտքի հանել։ Դե հիմա ասա ինչ անենք, ոնց անենք Նիկոլից ազատվենք, Նիկոլից ազատվելու ծրագիր։ Ասում ես, հարգելիս, սա հենց Նիկոլից ազատվելու ծրագիր է, որտեղ ժողովուրդը պիտի տեսնի, թե եթե դու Նիկոլի դեմ պայքարում ես եւ ուզում ես դու գալ իշխանության եւ երկիրը դուրս հանել ես անդունդից, ապա ինքը պիտի տեսնի, թե դու ինչ ծրագիր ունես, ահա այդ ծրագիրը, ասում են, հա, ճիշտ ես ասում, բա դե հիմա ասա Նիկոլից ոնց ազատվենք, Նիկոլից ազատվելու ծրագիր։ Նորից ես ասում, սա է Նիկոլից ազատվելու ծրագիրը, որովհետեւ այստեղ կան բոլոր ոլորտները, որոնցով դու կարող ես ժողովրդին դուրս հանել, պետականությունը դուրս հանել այս անդունդից։ Լսում են, նորից ասում են, լավ բան է, Նիկոլից հետո հնարավոր է այս ամեն ինչն անել։ Դե հիմա ասա ոնց Նիկոլից ազատվելու ծրագիր կազմենք։ Այդ ժամանակ ուղղակի գլուխդ բռնում ես, ասում ես, չէ, դուք Նիկոլից ազատվելու որևէ ցանկություն չունեք։ Հասկանում ես, որ այս մարդկանց հետաքրքրում է միայն շոու, բովանդակություն չկա, որովհետև չի կարող մարդը լինել քաղաքական գործիչ կամ ազգային գործիչ եւ չհասկանալ, որ գոյություն չունի ինչ որ մեկից ազատվելու ծրագիր, գոյություն ունի ապագայի ծրագիր, գալիքի ծրագիր, թե ինչ անես, որ լավ լինի։ Իսկ ժողովուրդը նայում է ոչ թե ինչպես ազատվել, այլ թե ինչպես առաջ գնալ։ Նույն կերպ, նույն ազգային գաղափարախոսական ծրագրի առումով, ամեն անգամ, երբ ինձ մոտ ասում են, չգիտեմ, խելացի մարդիկ պիտի միավորվեն ազգային գաղափարախոսական ծրագիր մշակեն մեր հեռավոր ապագայի մասին, ասում եմ, խելացի մարդիկ հավաքվել են մի 4-5 տարի շարունակ, մշակել են ծրագիր, 150-ից ավելի մարդիկ, Արարատյան պետություն աշխատությունն են մշակել, Արարատյան արժեքների կրթական հիմնադրամն էլ բավական մեծ գործ է արել, որին ես ծանոթ եմ, գիտեմ, որ շատ կարևոր գործ են արել, ասում ես, վերցրեք այդ աշխատությունը, կարդացեք, տեսեք, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, ազգային ինչպիսի ծրագրեր կան, ասում են, լավ բան ես ասում, բայց պիտի մտավորականները հավաքվեն ազգային ծրագիր կազմեն, ասում ես, հարգելիս, կազմված է այդ ամեն ինչը, մտավորականներն էլ հավաքվել են, դուք ուղղակի ծանոթացեք, ասում են, դե լավ, այդ ոչինչ կարևոր չէ, բայց մի բան կանենք, տեսնենք մտավորականներին ոնց ենք միավորում։ Այսինքն էլի հասկանում ես, որ շատերին հետաքրքրում է, ասում են, ուտելու բան եւ տեսարան։ Այսինքն մարդկանց շատ հաճախ հետաքրքիր չի, ովքեր խոսում են հայրենիքի, շատերը։ Ոչ թե հետաքրքիր է բովանդակություն, այլ ձևը։ Հիշում եք, հեռավոր ժամանակներում նույն բյուզանդական, հռոմեական ավելի շուտ ամֆիթատրոններում հանրությունը հավաքվում էր նայելու, թե գլադիատորներն ինչպես են իրար սպանում։
Նրանց հետաքրքիր չէր թե ով է հաղթում, հետաքրքիր էր տեսնել թե ինչպես են իրար սպանում։ Այ հիմա մեր հանրության մեջ հենց դա է տեղի ունենում եւ մարդկանց առանձնապես շատերին չի հետաքրքրում թե ինչ է լինելու մեր երկրի ապագան, մարդկանց հետաքրքրում է թե ինչպես են իրար սպանում ընդդիմության ու իշխանության գլադիատորները։ Դրա համար շատ հաճախ ես ամեն ինչի չէ որ մասնակցում եմ եւ ես շատ հաճախ կողքից նայում եմ հասկանալու համար թե գլադիատորները ի վերջո ինչպիսի տեսարաններ են ցույց տալիս, բայց բովանդակություն, կարևոր է բովանդակությունը։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ձեզ լավ ուշ երեկո եմ մաղթում, արդեն ապրիլի 11-ն է, 1 ժամը, արդեն մենք 30-40 րոպե գրեթե խոսում ենք։ Մտածեք այս ամեն ինչի մասին եւ աշխատեք ձևի փոխարեն շեշտը դնել բովանդակության վրա։ Լավ կլինի ամեն ինչ, մի քիչ էլ փորձեք մասնակցել մեր բանակի կահավորման մեր ծրագրերին, առաջնագծի կահավորման, բավական լուրջ աշխատանքներ են արվում, բավական լավ հաջողություններ ունենք եւ նաեւ ամեն ինչ կախված է մեր աշխատանքից, մեր նվիրումից, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Խոճապի մի մատնվեք, մի տխրեք եւ շատ շրջագայեք Հայաստանով, շաբաթ-կիրակի օրերին խմելու գնալու փոխարեն գնացեք Հայաստանի հետաքրքիր տեղերում, շրջեք ձեր երեխաների, ընտանիքների հետ եւ կտեսնեք թե ինչքան լավ երկրում ենք մենք ապրում, ինչքան թանկ երկիր է եւ ինչքան կարևոր երկիր է եւ Աստված ինչքան բարեգութ է եղել մեր նկատմամբ, որ հենց այս երկիրն է մեզ տվել։ Լավ մնացեք, կհանդիպենք